Մեծարգո պարոն նախագահ, սիրելի հանրապետականներ, 35 տարի առաջ հիմնադրված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայոց երրորդ հանրապետության ժամանակակիցն է։ Հանրապետականի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի խոսքով հիմնադրման պահից մեր կուսակցությունը ունեցավ առաքելություն, այն է ազգային եւ անկախ պետություն կառուցելը։ Բարեկամներ, երրորդ հանրապետության տարեգրությունը ուղղակի անհնար է առանց հանրապետական կուսակցության։ Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, Վազգեն Սարգսյան եւ կուսակցության այսօրվա ղեկավար Սերժ Սարգսյան։ Դրանցից յուրաքանչյուրը իր նշանակալի դերակատարումն ու ծառայությունն է ունեցել պետականաշինության դժվարին գործում։ Իսկ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի ստեղծման ակունքներում են։ Հարգելի բարեկամներ, 1999-2008 թվականներին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական միավորը դարձավ։ 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հանրապետականը ձևավորեց իշխանություն եւ ստանձնեց քաղաքական պատասխանատվություն։ Նշված ժամանակահատվածում ճգնաժամի հաղթահարման, քաղաքական երկխոսության ձևավորման, տնտեսական հաջողությունների արձանագրման գործում մեծ է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի եւ նրա գլխավորած կառավարության ներդրումը։ Հանրապետությունում պաշտպանական եւ անվտանգային համակարգերը այդ ժամանակ ղեկավարում էր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։ Անհամեստություն չլինի, բայց պետք է նշեմ, որ եթե 2000-ականներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ գունավոր հեղափոխություն, ապա դա մեծապես կապված է նաև հանրապետականի նրա քաղաքական թիմի ու ղեկավարների ազգանվեր պետականամետ կեցվածքի, որը հեռու էր պետության դեմ խաղեր տալու կեցվածքից։ Գործընկերներ, 2008-2018 թվականներին հանրապետականի համար քաղաքական ամբողջական պատասխանատվության ստանձնելու ժամանակաշրջան էր։ Նախագահ Սարգսյանի եւ հանրապետականի նախաձեռնող արտաքին քաղաքականության արդյունքում մեր երկիրը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այդ որոշման արդյունավետությունը այսօր էլ իր վրա զգում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։ Եվ եթե այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դեռ շնչում է, ապա դա նախ եւ առաջ 2013 թվականին Հանրապետականի նախագահ Սերժ Սարգսյանի իրականացրած պետականամետ որոշման արդյունքում էր։ Բարեկամներ, այդ տարիներին զարգացան նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ 2010 օգոստոսին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված արձանագրության համաձայն մինչև 2044 թվականը երկարաձգվեց ռուսական 102 ռազմաբազայի գործունեության ժամկետը։ Երրորդ նախագահի կառավարման շրջանում Հայաստանը միակ երկիրն էր, որը Ռուսաստանից ստացավ ռազմավարական զենք Իսկանդեր, որոնք սրանք 44-օրյա պատերազմի ժամանակ վախեցան օգտագործեն։ Հարգելի բարեկամներ, այդ ժամանակ զարգացան նաև հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Եվրոպական միության հետ ստորագրվեց համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը։ Հարկ է նշել, որ 2009-2013 թվականին հանրապետական իշխանության ժամանակաշրջանում ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների Միացյալ Նահանգների, Ֆրանսիա եւ Ռուսաստանի նախագահները արել են 5 հայտարարություն, որտեղ եւս փաստաթղթավորված ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը։ Հարգելի կուսակիցներ, հայ ժողովրդի համար մեծ փորձություն էր 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունները։ Ադրբեջանը տապալվելով բանակցություններում փորձեց ռազմական ճանապարհով լուծել խնդիրը։ Սակայն այստեղ եւս Ադրբեջանը ֆիասկո ապրեց։ Ալիևի ռեժիմին չհաջողվեց որևէ բնակավայր գրավել, իսկ մեր զինված ուժերի մարտի դաշտում արժանի հակահարված տվեցին թշնամուն։ Հայ ժողովրդի այս հաղթանակը
պայմանավորված էր նաև հանրապետականի ու անձամբ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի դերակատարմամբ։ Ինչպես կասեր Գարեգին Նեժդեհը, միևնույն ժողովուրդը, բանակը, նայած իր ղեկավարների, կարող է եւ հրաշագործություններ կատարել եւ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջեւ։ Մեջբերման ավարտ։ Դժբախտաբար 2020 եւ 23-ի Արցախայության պատուհաս արհավիրքը հերթական անգամ ցույց տվեց Նեժդեհի մարգարեական այս խոսքերի ճշմարտացիությունը։ 2016-ի ապրիլի շփման գծում մեր հաջողությունները ամրագրվեցին դիվանագիտական ճակատում, ընդունվեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։ Իսկ 2016-ի հոկտեմբերի 7-ին Նիկոլի Կիրտ եւ կառուցողական գործընկերը Իլհամ Ալիևը նշեց. մեջբերում եմ, փակ դռների հետևում միջազգային հանրությունը պահանջում է Ադրբեջանից ճանաչել Արցախի անկախությունը։ Մեջբերման ավարտ։ Հարգելի բարեկամներ, Հանրապետականի նախաձեռնող արտաքին քաղաքականությունը դրսևորվեց նաև հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում։ Հայաստանը դարձավ ընդդեմ ցեղասպանությունների միջազգային շարժման կենտրոն, որի նշանաբանն էր մարդկության դեմ իրականացված հանցագործությունների կախման միակ ճանապարհը դատապարտումն է։ 2015-ի հունվարին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանում ընդունվեց համահայկական հռչակագիրը։ Իսկ 2015-ի ապրիլի 24-ին Ցիցեռնակաբերդում էին տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակներ, 4 երկրի նախագահներ, որոնցից երկուսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Օլանդն էին։ Անգամ առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիան եւ նրա նախագահն ու Բունդեստագը 19 թվականին ճանաչեցին ու դատապարտեցին հայոց ցեղասպանությունը։ Հանրապետականի քաղաքականությունը ուղղված է ազգային օրակարգի եւ պետական շահի սպասարկմանը։ Որոշ արտաքին կենտրոններ եւ նրանց հայաստանյան կապիտուլյան կամակատարներ 2018-ի գունավոր հեղափոխությունից հետո սա որապկեցին որպես ազգային եւ պատմական կաղապարներ։ Արցախի ինքնորոշման սուրբ պայքարը, ցեղասպանության միջազգային ճանաչումը, ազգային ավանդական արժեքների պաշտպանությունը, հայ եկեղեցու բացառիկ դերը փողոցից եկած ապագա կապիտուլյանտների համար պատմական կաղապար էր։ Սիրելի հանրապետականներ, հանրապետականը նախ եւ առաջ գաղափար եւ հավատամք է, ազգային ու անկախ պետականություն կառուցելու հավատամք։ Թրքահապատակ ռեժիմը շանտաժի ու ահաբեկման ենթարկելով հայ ժողովրդին ամեն ինչ անում է, որ ջնջվեն ազգային պետության ու Արցախի հայկականության իդեալները։ Հիմա էլ նոր երգ են հորինել իբր թե խաղաղության պայմանագիր։ Որևէ խաղաղության պայմանագիր Ադրբեջանը չի կնքելու։ Ադրբեջանից այսօր ակնկալել խաղաղություն նույն բանն է, թե գնալ համբուրվելու կոկորդիլոսի հետ եւ ակնկալել հաճույք ստանալ։ Հարգելի բարեկամներ, ներկայումս Նիկոլիստերի սպառնալիքին ավելացել է մի նոր սպառնալիք։ Դա կեղծիքի ու ստի տարածումն է։ Նեո-նիկոլիզմը։ Սրանց համար օտար է այն ամենը, ինչ իրենց շեֆերի կնիքը չի խփում։ Հանրապետականի համար կուսակցությունը եւ իշխանությունը երբեք նպատակ չեն եղել։ Նպատակը ազգային պետականությունն է, կուսակցությանը զետ, բայց ազգիս համար Նեժդեհյան սկզբունքով։ Այսօր առավել քան երբևէ մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ ի սկզբանե որդեգրված ազգի, հայրենիքի եւ անկախ պետականության հավիտենականության գաղափարին։ Պարտավոր ենք ժառանգել եւ գործընտրել բոլոր ջանքերը հասնելու այդ գաղափարին։ Եվ այն ժամանակ կարող ենք ասել. պիտապրի հայ ժողովուրդը, պիտապրի, քանի որ այդպես է ուզում ինքը։ Շնորհակալ եմ։